Նոյեմբերի 21-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ներկայացրած համերգային ծրագիրն իր մեջ համատեղում էր դասական, ժամանակակից եւ հայկական հոգեվոր երաժշտություն։ Մաեստրո Կիրիլ Կարաբիցի ղեկավարությամբ ֆիլհարմոնիկը կատարել է Թոմաս Դե Հարթմանի «Ալվան ծաղիկը» սյուիտը, Մոցարտի թիվ 13 դաշնամուրի կոնցերտը, Ավետ Տերտերյանի թիվ 3 սիմֆոնիան։ Մենակատարը դաշնակահար Անդրեաս Ֆրյոլիխն էր, երեկոյի ավարտին մայստրո Կարաբիցը դուդուկով միացել է մենակատարներ Հարություն Չքոլյանին եւ Կարեն Սիրականյանին։ Հանդիսատեսի համար անսպասելի կատարել են Գյուրջիևի հայկական մեղեդին։ Քրիստոնեական թեմայով բացառիկ կոթող է հայտնաբերվել Լոռու մարզի Լեռնահովիտ համայնքում։ Գազատարի նորոգման աշխատանքներին մասնակցող շինարարներն են տեսել ու տեղեկացրել են համայնքային ոստիկանին, վերջինս էլ պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայությանը։ Քրիստոնեական թեմայով պատկերագրությամբ կոթողը ամենայն հավանականությամբ վերաբերում է վաղ միջնադարին։ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան ինստիտուտում բացվել է «Մոդեռնիզմի վերելք» ցուցահանդեսը։ Այն ներառում է Հայաստանում մոդեռնիստական ճարտարապետության ձևավորումն ու զարգացման փուլերը։ Ներկայացված են Սպարտակ Կնտեղցյանի մինչ այժմ շատերին անհայտ աշխատանքները, չցուցադրված էսքիզներ, արխիվային նյութեր։ Թանգարանի տնօրեն Զարուհի Հայրապետյանը նշել է, որ այցելուն կարող է տեսնել ճարտարապետի արվեստը ինչպիսի զարգացում է ապրել ուսանողական տարիներից մինչև վաստակավոր մասնագետ դառնալը։ Ցուցադրված նմուշներից են Երևանյան լճի Մակույկակայանի 1965 թվականին արված նախագիծը եւ Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը։ Ցուցահանդեսը կազմակերպվել է Սպարտակ Կնտեղցյանի 100-ամյակի առթիվ։ Արվեստով միեղեն, Երվանդ եւ Մելինե Քոչարներ խորագրով ցուցահանդես է բացվել Գևորգ Գրիգորյանի Ջոտտոյի արվեստանոց թանգարանում։ Ներկայացված են Երվանդ Քոչարի Փարիզյան շրջանի եւ Մելինե Օհանյան Քոչարի աշխատանքները մասնավոր եւ ազգային պատկերասրահի հավաքածուներից։ Ցուցահանդեսի առանցքում առաջին անգամ ցուցադրվել է Երվանդ Քոչարի Մելինեի դիմանկարը, որը տրամադրել է Ռուբեն Քոչարն իր անձնական հավաքածուից։ Երևանի պետական կամերային երգչախմբի արական կազմը նոյեմբերի 25-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ներկայացրել է հոգևոր եւ աշխարհիկ խմբերգեր։ Երեկոյի ժամանակ հնչել է Մեսրոպ Մաշտոցի շարականը, ապա Կոմիտասի պատարագի հատվածներ, աշխարհիկ խմբերգեր։ Համերգը ղեկավարել է երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ խմբավար Քրիստինա Ոսկանյանը։ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 4-ին տեղի կունենա սիմֆոնիկ համերգ նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան։ Դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ կներկայանա թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, Լևոն Կարապետյանը կներկայացնի Բեթհովենի թիվ 4 դաշնամուրի կոնցերտը, Լուսինե Սարգսյանը Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը։ Դեկտեմբերի 6-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության 3-րդ միջազգային փառատոնի փակման հանդիսավոր համերգը նվիրված Յոհան Սեբաստիան Բախի 340-ամյակին։ Համերգի մասնագետները հանդես կգան Բախի ստեղծագործություններով։
Դեկտեմբերի 8-ին Հայաստանի նկարիչների միությունում կբացվի Սալոն 2025 մեկական աշխատանքի ցուցահանդեսը։ Ամենամյա այս հաշվետվությանը ներկայանում են միության անդամները, ցուցադրվում է գեղանկար, քանդակ, գրաֆիկա, դեկորատիվ կիրառական արվեստ։ Միությունը 1000-ից ավելի անդամ ունի, անցած տարի 250 ստեղծագործողի աշխատանք է ներկայացվել։ Հայաստանի պետական կամերային նվագախումբը եւ Հայաստանում Իտալիայի Հանրապետության դեսպանությունը դեկտեմբերի 11-ին հրավիրում են երաժշտական ճանապարհորդության։ Ներկայացվելու են արիաներ իտալական օպերաներից։ Հովհաննես Անդրեասյանը, Արտակ Կուլիջանյանը, Օֆելիա Համբարձումյանը եւ Գրետա Բագիյանը կկատարեն արիաներ Ջակոմո Պուչինիի, Ջուզեպպե Վերդիի եւ իտալացի մյուս կոմպոզիտորների գործերից։ Արիաներ իտալական օպերաներից ճանապարհորդություն ժամանակից դուրս խորագիրը կրող համերգը կղեկավարի իտալացի դիրիժոր Ջուզեպպե Ստիլիտանոն։ Հայկական անմահ էպոսի բեմական մեկնաբանությունը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում է։ Սասունցի Դավիթ բալետ օրատորիայի պրեմիերան կներկայացվի դեկտեմբերի 18-ին եւ 19-ին։ Բալետ օրատորիան ստեղծել է Հողարթուն էթնոէլեկտրոխումբը։